Վերջին շրջանում բավական հետաքրքիր աշխարհաքաղաքական իրադարձություններ են տեղի ունենում։ Միացյալ Նահանգները արդեն ուղիղ կերպով սպառնաց ռմբակոծել Իրանի Իսլամական Հանրապետությունը, եթե վերջինս չհամաձայնի գործարքի գնալ ատոմային էներգետիկայի հարցով։ Զուգահեռաբար պատերազմը դեռևս չի կանգնել նաև Ուկրաինայում եւ թեժ է իրավիճակը նաև Մերձավոր Արևելքում։ Այս եւ այլ հարցերի շուրջ այսօր ես զրուցելու եմ քաղաքագետ, քաղաքագիտության դոկտոր Ստենֆորդի համալսարանի Արթուր Խաչկյանի հետ։ Բարև պարոն Խաչկյան։ Շնորհակալ եմ հրավեր ընդունելու համար։ Պարոն Խաչկյան, Դոնալդ Թրամփը, երբ որ սկսում էր իր նախընտրական քարոզարշավը եւ նաեւ ստանձնում էր պետության ղեկավարի պաշտոնը, շատերը նրան համարում էին որպես առաջնորդ, որը խաղաղություն է բերելու աշխարհին։ Նա նաև խոսում էր դրա մասին իր նախընտրական ճառերում եւ ծրագրային դրույթներում, սակայն մենք տեսնում ենք, որ նա դեռևս խաղաղություն չի բերում եւ հենց նրա պաշտոնավարման օրոք Միացյալ Նահանգները սպառնացին ուղիղ ռմբակոծել Իրանի Իսլամական Հանրապետությունը։ Ձեզ ինչ է կատարվում, հա։ Ես երևի շատ ցնցող բան ասեմ, բայց քաղաքական գործիչները սովորություն ունեն խոստումներ տալ եւ հետո այդ խոստումները չկատարել։ Եվ մեծ տարբերություն կա իրենց ճառերի եւ իրականության միջև։ Եթե հիշում եք 2018 թվականին, երբ որ հազարավոր մարդիկ դուրս են եկել Երևանի փողոցներ, իրենց խոստումներ տրվել էին։ Հիմա 7 տարի հետո մենք ստացանք ճիշտ հակառակը։ Թրամփը պարզ է, որ դա լուրջ չէր, այսպիսի խոստումներ տալը լուրջ չէր, 24 ժամ պատերազմը հավարտելը Ուկրաինայում, այո, դրանից հետո տեսեք ինչ հայտարարություններ արվեցին, Գրենլանդիան պետք է պատկանա Միացյալ Նահանգներին, մի քանի անգամ դա ասվել է, ինչպես են դա խլելու Դանիայից Գրենլանդիան, պարզ չէ, դա լուրջ չէ, բանի Gulf of Mexico-ն դարավ Gulf of America, Կանադայի նկատմամբ պատժամիջոցներ, այսինքն տարիֆների բարձրացում, Մեքսիկոյի դեմ տարիֆների բարձրացում 25% կարծեմ նրանք իրենց հերթին որոշ միջոցներ կիրառեցին, այսինքն սկսվում են տարիֆային պատերազմներ, առևտրական պատերազմներ, որը բերելու է տնտեսական ճգնաժամի։ Ինչ վերաբերում է ավելի մոտ մեր ռեգիոնում, 2 միլիոն պաղեստինցի պարզվում է պետք է դուրս գա Պաղեստինից, որովհետև Իսրայելի լոբին այդպես է որոշել, եւ նրանց որոշեցին ուղարկել Աֆրիկա։ Եթե հիշում եք Ադոլֆ Հիտլերը երկրորդ համաշխարհային պատերազմից առաջ ուզում էր հրեաներին արտաքսել Մադագասկար, չգիտեմ ինչու այդ Աֆրիկան սիրում են շատ այդ նպատակների համար։ Հիմա էլ ազատ աշխարհի լիդեր, ղեկավար Միացյալ Նահանգների նախագահը բաց ասում է, որ ժողովրդին 2 միլիոն մարդ պետք է դուրս գա իր երկրից, Գազայի հատվածից, ՄԱԿ-ի կողմից ճանաչված, մի քանի ամիս, եթե ոչ մի տարի, շարունակում է պաղեստինցիների ցեղասպանությունը, որը ֆինանսավորում է Միացյալ Նահանգներով, այդ 900 կիլոգրամանոց ռումբերը, որ ընկնում են պաղեստինցիների գլխին, գալիս են Միացյալ Նահանգներից։ Դրանով ղեկավարում է Իսրայելի լոբին, որը փաստորեն գերիշխող ուժ է դառնում մեր ռեգիոնում Իսրայելը եւ ղեկավարում է Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականությունը։ Ինչ վերաբերում է Իրանին, պատերազմը արդեն սկսվել է, քանի որ նրանք ռմբակոծում են հութիներին Եմենում, ինչպես գիտեք, Եմենի հութիները կանգնեցրել էին այդ Կարմիր ծովի այդ երթևեկությունը, հա, նավերի, որպեսզի թույլ չտան, որ շարունակվի պաղեստինցիների ցեղասպանությունը։ Այսինքն ի տարբերություն մեր քաղաքակիրթ Եվրոպայի, նրանք մի պետություն են, որը ինչ որ կոնկրետ բան արեց, որ կանգնեցվի 50,000-ից ավել պաղեստինցի երեխաների եւ մայրերի սպանությունը, բայց հիմա Միացյալ Նահանգները իր ուժերը տեղափոխել է այդ ռեգիոն եւ սկսել է ռմբակոծել Եմենը։ Դա էլ է իհարկե ներվում, դա էլ պետք է մենք ընդունենք եւ հիմա արդեն բացեբաց սպառնում է Իրանին, կամ դուք զիջումների կգնաք, սահմանափակեք ձեր միջուկային ծրագիրը, կամ մենք ձեզ ասած այնպես կռմբակոծենք, որ դուք դեռ բան դեռ չեք տեսել։ Այսինքն բացեբաց սպառնալիքներ անկախ պետության նկատմամբ։ Մենք տարիներով ձեր մոտ ասել ենք, որ իրենց հաջորդ թիրախը Իրանն է, որտեղ Իսրայելը Ամերիկայի ձեռքերով վերացնում է բոլոր հակաիսրայելական ռեժիմները իր տարածքում։ Հիմա Իրանը ասել է, որ այսպիսի պայմաններում չի բանակցելու, ուղղակիորեն չի բանակցելու միջնորդի հետ, եթե միջնորդ լինի, կարող է բանակցել։ Իմ կարծիքով Ռուսաստանը փորձելու է սա մեղմել, թույլ չտալ, որ լինի պատերազմ, քանի որ Իրան Ռուսաստանի դաշնակիցն է ռեգիոնում, զսպում է արևմուտքի ազդեցությունը եւ Ռուսաստանին ահռելի օգնություն է ցուցաբերել Ուկրաինայի պատերազմում, հիմնական զենքը ռուսների այդ շահիդները, այո, շահիդները։ Հիմա
Եթե լինեն օրինակ օդային հարձակում, եթե լինի, կամ կարող է այսպես ասած պլան A լինի ուղղակի վախեցնել ճնշում գործածել Իրանի վրա, ստիպել, որ նրանք գնան բանակցությունների, կամ ջախջախել Իրանի միջուկային արդյունաբերությունը։ Պրոբլեմը այն է, որ սա ստորգետնյա օբյեկտներ են բավականին մեծ խորությամբ, որը շատ դժվար է լինելու օդից ոչնչացնել, եւ Իրանը ունի Այսինքն պետք է ցամաքային գործողություն։ Դա լինելու է ողբերգական սխալ։ Եթե դա Միացյալ Նահանգները անեն, սա անգամ Իրաքը չէ։ Սա Իրաքից իմ կարծիքով շատ ավելի մեծ երկիր է։ Հիմա չեմ կարող թիվ ասել, բայց առնվազն 2 անգամ։ Տարածքով այո։ Եվ բնակչությունն էլ կարծեմ մեծ է, եւ սա լինելու է շատ մեծ սխալ, լինելու է նույն բանը ինչ որ Իրաքում։ Բայց հաշվի առնելով, որ Միացյալ Նահանգներով ղեկավարում է Իսրայելը, հնարավոր է այսպիսի բան լինի, դա ողբերգական հետևանքներ կունենա։ Հիմա եթե նրանք հարձակվեն Իրանի վրա, Իրանը պատասխանելու է, հակահարված է հասցնելու, նա ունի այդ հնարավորությունը, ունի գերձայնային հրթիռներ, որը արդեն օգտագործել է, ունի հոպի համակարգեր, որը ռուսները բերել են, եւ ռուսները հարվածելու է ում, եթե Միացյալ Նահանգները հարվածում Միացյալ են Նահանգների ռազմական բազաներին այս ռեգիոնում։ Դուք գիտեք, որ տասնյակ բազաներ կան, բանում ծոցի երկրներում, Կատարում, Սաուդյան Արաբիայում, Իրաքում, Սիրիայում ապրեք, այո։ Եվ մի բազա, որը հիմա օգտագործվում է, Դիեգո Գարսիա, դա բանն է, Հնդկաստանի եւ Աֆրիկայի մեջտեղը Հնդկական օվկիանոսի կենտրոնական թե հյուսիսային մասում, բայց անգամ այդ բազան խոցել է Իրանի համար, որովհետեւ որոշ հրթիռներ ունեն, որոնք այդ հեռավորությունը կարող են այդ հեռավորությունը ունեն։ Այսինքն, եթե Իրանը հակահարվածի մեծագույն էսկալացիա է սկսվելու, մենք հույս կարող ենք ունենալ, որ միջուկային օբյեկտները չեն վնասվելու եւ միջուկային նյութերի արտահոսք չի լինի մթնոլորտի մեջ, պետք չէ մոռանալ, որ Իրանը մեր հարևանն է։ Եվ տեսեք, իդեպ տեսեք, Իսրայելը ոչ պաշտոնական ձևով բոլորը գիտեն, որ ունի մի քանի 100 միջուկային գլխիկ, 200-ից 400 են ասում սովորաբար, բայց Իրանը այդ իրավունքը չունի, որովհետև այդպես որոշել է ազատ աշխարհը, այսպես ասած։ Եթե դա սկսվի, իհարկե դա մեծ շատ լուրջ հետևանքներ կունենա նաև մեզ համար, քանի որ մեր հարևանները հարմար պահ կտեսնեն, որպեսզի ուժով լուծեն Սյունիքի հարցը։ Սյունիքը արդեն քանի օր է կրակոցներ ենք տեսնում, սկզբից ասում են ուղղակի օդ են կրակում, երևի ինչ որ մեկի հասանիքն է։ Դրա մասին կխոսենք։ Այո, խնդրեմ։ Տեսեք, երբ որ դիտարկում ենք Իսրայելի գործողությունները, վերջին գոնե 2023 թվականի հոկտեմբերի 7-ից սկսած, հա, երբ որ սկսեց պատերազմը Արևելքում, կարծես թե Իսրայելը որոշակի շտապողականություն է դրսևորում։ Սկզբից նա հարվածեց Համասին, հետագայում արդեն Հեզբոլահին, եւ նա շատ արագ է փորձում նաեւ այնպես անել, որպեսզի հարված լինի Իրանի նկատմամբ, հա։ Ինչու է նա շտապում։ Իմ կարծիքով, քանի որ Ռուսաստանը դեռ զբաղված է, եւ նաեւ Ռուսաստանի Ուկրաինայի մասին կարող ենք խոսել, նա տեսնում է, որ Ռուսաստանը դեռ զբաղված է Ուկրաինայում, եթե լինի խաղաղ պայմանագիր Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների միջեւ, դա հնարավորություն կտա Ռուսաստանին ավելի մեծ աջակցություն տրամադրել Իրանին եւ փորձել նաեւ այս հարցը խաղաղ ձևով լուծել։ Բայց հիմա տեսնում ենք, որ անգամ Ռուսաստանի հետ այդ process-ը շատ լավ չի գնում, քանի որ երեք Տրամպը ասաց, որ քանի որ Պուտինը ասում է Զելենսկուն չեն վստահում, սա նշանակում է, որ մենք չենք կարող շարունակել այս բանակցությունները եւ մենք պատժամիջոցներ պետք է կիրառենք, երկրորդական պատժամիջոցներ Ռուսաստանի դեմ, այսինքն հիմա սկսել է սպառնալ։ Նույն սպառնալիքը Զելենսկուն է նաեւ ասել, որ քանի որ Զելենսկին չի ուզում զիջումների գնա, մեկ անգամ եւս ասաց, որ Ուկրաինան ՆԱՏՕ-ում չի լինի, այսինքն այդ ամբողջ պատերազմի պատճառը Ուկրաինան ՆԱՏՕ մտնելն էր։ Հենց այդ պատճառով Ռուսաստանը ներխուժեց Ուկրաինա, որ դա թույլ չտա։ Եվ իրենք խոստանում են ՆԱՏՕ, հիմա ասում են ոչ, ՆԱՏՕ չի լինի։ 3 տարի հետո 1 միլիոն մարդ մահացավ, Ուկրաինան դատարկվեց, ավիրվեց, միլիոնավոր մարդիկ փախան, այդ երկիրը եւ 50 տարի դեռ չի կարողանալ վերականգնվել։ Եվ այդ ամեն ինչից հետո ասացին, որ մենք ձեզ խաբել ենք, բացի ասեցին։ Ուալցը ասաց, մենք խաբեցինք ձեզ, կներեք։ Հա։ Ինչու է Իսրայելը դիտարկում Իրանը որպես էգզիստենցիալ սպառնալիք։ Դա իրենց վաղեմի թշնամին է։ Իրանը Իսրայելի վաղեմի թշնամին է։ Իրանը չի ճանաչում Իսրայելի գոյության իրավունքը։ Մի քանի խմբեր կան, որոնք ուղղակիորեն աջակցություն են ստանում Իրանից,
Իսրայելը ասում է, որ բոլոր այդ ահաբեկչական խմբերը ինձ բոլոր աջակցությունը գալիս է Իրանից։ Հոկտեմբերի 7-ի հարձակումը շատ մեծ բարբարոսություն էր, բացարձակ անընդունելի է, շատ մարդիկ են զոհվել, գերի վերցվել, որոնք ոչ հրյա նաև կարող է պատահել, ես չեմ լսել, հնարավոր է, բայց իհարկե դա դատապարտելով դա չի նշանակում, որ դուք իրավունք ունեք ցեղասպանել մի ամբողջ ժողովուրդ։ Իսկ նրանք հենց դրանով են զբաղված։ Դա ձեզ իրավունք չի տալիս ցեղասպանել մի ամբողջ ժողովուրդ։ Իսկ Տրամպը կարծում է, որ նա այնտեղ Ռիվիերա կարող է կառուցել։ Նա կարծում է, որ սա մեր ծաղկաձորն է, մարդկանց կհանի ընդեղից ու այնտեղ ուրիշ մարդիկ կգան, հա։ Տեսեք, Ուկրաինայի մասով դուք նշեցիք, որ որոշակի բանակցություններ կային, սակայն սայլը, հա, տեղից չի շարժվում։ Արդյոք այս համատեքստում մեծ չէ նաև Եվրոպայի դերակատարումը, որը ամեն կերպ կարծես թե փորձ էր անում խոչընդոտել խաղաղության բանակցություններին։ Եվրոպան ասում է, որ եթե Միացյալ Նահանգները լքում են Ուկրաինան, իսկ նրանք լքում են Ուկրաինան, մենք կարող ենք փոխարինել Միացյալ Նահանգները։ Դա հերթական սուտ է։ Այսպես ժողովրդին ով եկավ գնաց սուտ ասեց։ Նրանք չունեն ոչ ֆինանսական, ոչ ֆինանսական որոշ չափով ունեն, բայց այդպիսի $800 միլիարդ մասն էին խոսում։ Այո, այսինքն մի րոպե մենք կանգ առնենք եւ հաշվենք այդ փողը։ 300 միլիարդ արդեն տվել են, 1 տրիլիոն 100 միլիարդ տվել են Ուկրաինային։ Մեզ այդ աննախադեպ ասելով մեր եվրոբեսեդկագետներին խոսացնելուց հետո տվեցին 40 միլիոն։ Նայեք որտեղ է 40 միլիոնը, որտեղ է 1 տրիլիոն 100 միլիարդ։ Մի հատ կալկուլատոր վերցրեք, նայեք տարբերությունը։ Դեռ երևում է ով ում մեջ գնա։ Բայց անգամ Ուկրաինայում նրանք որոշեցին, որ որևէ ուժեր չեն ուղարկելու, սկզբից անգլիացիները, ֆրանսիացիները խոսեցին խաղապահ ուժերի մասին, դա իհարկե սուտ խաղապահ ուժեր էին, դա պետք է դառնար իրենց ռազմական բազաները այնտեղ, բայց ի վերջո այդ որոշումը չընդունեցին, որտեղ Ռուսաստանը ուղղակի ջախջախել էր նրանց։ Եվ որոշ եվրոպական պետություններ հետ կանգնեցին։ Հիմա Եվրոպան չունի այդ ռազմական հնարավորությունները, սպառազինությունները չունի, նա այդպիսի արդյունաբերական հնարավորություններ չունի։ Տնտեսապես այո, ստացել էր Միացյալ Նահանգներից։ Այո, Մարշալի պլանից սկսած։ Դա շատ երկար տարիներ նա չի կարող փոխարինել Ամերիկան։ Ռազմական ձևով չի կարող։ Տնտեսական օգնություն այո կարող է ցուցաբերել, այնտեղ էլ պրոբլեմային է, որ միջոցների կեսը ըստ ամերիկյան աղբյուրների եւ եվրոպական այնտեղ էլ է շատ մեծ թալան։ Այնտեղ էլ նախկիններ կան երևի, որովհետեւ կեսը, այսպես ասած, կեսը բան են անում, Շվեյցարիայի հաշիվներում են գտնում այդ փողի։ Այսինքն Եվրոպան չի կարող փոխարինել Միացյալ Նահանգները։ Ֆրանսիան խոսում է այդ բանի անձրևանոցի մասին, հա, միջուկային անձրևանոցի մասին։ Ֆրանսիան ունի միջուկային զենք, այո, մի քանի 100 գլխիկ, ինչ որ տվյալներ եմ տեսել, մոտ 300 մոտ 300, Անգլիան էլ մոտավորապես այդքան։ Իհարկե նրանք կարողանան ինչ որ հարված հասցնեն, այո, ինչ որ ասենք թե Ռուսաստանին, բայց այնտեղ շատ անհամաչափ են արսենալները, այսինքն դե միջուկային զսպման համար բալանս պետք չի։ Դուք ուղղակի պետք է հնարավորություն ունենաք պատասխան հարված հասցնել։ Նրանք դա կունենան, նրանք կարողանան ասենք մի քանի թիրախ խոցել, այնտեղ պետք է նայել ինչ ձևով է դա արվելու, ինչ շարթիրներ ունեն, ինչ միջոցներ ունեն եւ հոպի հնարավորությունները պետք է նայել, հնարավոր է որ անեն, բայց Անգլիան եւ Ֆրանսիան գոլորշիանալու են։ Նրանք ընդհանրապես գոյություն չեն ունենալու։ Նրանք պետք է հասկանան ինչի մասին են խոսում։ Ես չգիտեմ, այդ Մակրոնը, որ ուզում է իր վարկանիշը բարձրացնի, նա հասկանում է ինչի մասին է խոսում։ Որևէ երկիր, ոչ Ֆրանսիան, ոչ Անգլիան իրենց գոյությունը հարցի տակ չեն դնի, հարցականի տակ չեն դնի ինչ որ Ուկրաինայի կամ Լեհաստանի համար։ Այդպիսի բան չի լինելու։ Այսինքն նրանք էլի խափում են ուկրաինական ժողովրդին սուտ հույսեր տալով։ Տեսեք, Ադրբեջանը վերջին շաբաթների ընթացքում շարունակաբար խախտում են հրադադարի ռեժիմը եւ Հայաստանի պաշտպանության նախարարությունը մի աբսուրդ հաղորդագրություն էր տարածել վերջերս, նշելով, որ իբր թե մեր վրա չի կրակում, հա, բայց երեք արդեն տեղեկություն տարածվեց, որ Սյունիքի մարզի Խնածաղ գյուղի վրա են կրակել բնակելի տներ թիրախավորելով։ Ինչ է հիմա այս փուլում անում Ադրբեջանը ձեզ ակտիվանալով շփման գծում։ Le Figaro-ի ֆրանսիական օրաթերթ Le Figaro-ի
բան editor-ը խմբագիրը, այո, Brisson-ը ում արգելել են իմ հետ խոսել։ Ես իր մոտ շատ լավ ինտերվյու ունեցանք առաջինը եւ այս խումբը արգելել է իմ հետ խոսել, էլի չի պատասխանում։ Թող այդ մեթոդներով աշխատեն։ Ինքը այսօր գրել է, որ այդ նույն մեթոդով սկսել են Ղարաբաղում։ Եվ այդ նույն ձևը մենք տեսնում ենք հիմա Սյունիքում։ Որն է այդ մեթոդը։ Մարդկանց վախացնում են, սկսում են կրակել, հոգեբանական ճնշում, հետո եթե հնարավորություն ունենան, նաև ռազմական ճնշում, կարող են անցնել ինչ-որ ռազմական գործողություններ, ինչպես միշտ կասեն, որ մենք չենք հարձակվել, հայերն են հարձակվել, դա շատ հեշտ է, միշտ այդպես է արվում, որպեսզի ստիպել կամ օգնել այս կառավարությանը, որ նա մեզ տանի նորանոր զիջումների եւ ստորացումների եւ դրանից հետո նրանք ունեն ուրիշ պահանջներ, այսինքն այս խաղաղության պայմանագիրը ոչ մի բան մեզ չի տա։ Նախ նրանք չեն ստորագրի, որովհետեւ կարող են ամեն ինչ վերցնել եւ դրանից շատ վերցնել, ուժերի բալանս չկա, ինչու պետք է ստորագրեն։ Դրանից հետո 300,000 ադրբեջանցի գալու է Հայաստան։ Նրանք որ գան Հայաստան, ում վրա են կրակելու։ Եթե հիմա մեր գյուղերի վրա կրակում են այնտեղից, եթե ստեղ լինեն ադրբեջանական գյուղեր մեր շուրջը, Կոնդում օրինակ ադրբեջանցիներ ապրեն, ոնց է կարծում վրա են կրակելու եւ քանի ժամ հետո այստեղ լինելու է Ադրբեջանի եւ Թուրքիայի բանակը։ Այդ մարդիկ թող մտածեն, որտեւ այդ կրակոցները, ես ասել եմ, այդ կրակոցները Սյունիքում, որ մենք լսում ենք, դա հետևանք է այն քարոզարշավի, որ այստեղ տարիներով վարվում էր, որ Ղարաբաղցիներին պետք է հանձնել, որ լավ ապրել։ Ղարաբաղցիներին հանձնելուց հետո այդ կրակոցը եկավ մեր տուն, ինչպես դուք տեսաք ձեր աչքի առաջ, եւ այդ կրակոցները հետևանք են այն մարդկանց քվեարկությանը, որը տեղի ունեցավ մի քանի տարի առաջ, երբ նրանք հետ բերեցին այս խումբը, որը խոստանում էր մեզ խաղաղության խաչմերուկ։ Մենք ստացանք կրակոցների խաչմերուկ առայժմ։ Դրանից հետո արդեն ուրիշ բաներ կարող է տեղի ունենալ։ Ջարդ։ Գիտեք, նայեք օրինակներին, Ղարաբաղցիների մոտ դուրս հանեցին։ Գուցե մարդկանց չեն սպանի ուղղակիորեն, ես չեմ ուզում խոճապ տարածել, բայց նրանք կարող են դիմել ռազմական գործողությունների, եթե նրանք համարում են, որ մենք արևմտյան Ադրբեջան ենք, պաշտոնական կանոններով դա ասում են։ Մերոնք չոքերի վրա, կներեք, ծնկերի վրա խնդրում են, որ խաղաղություն լինի, նրանք ասում են, չէ, դուք պոպուլիստ եք, այսօր էլի ասեցին։ Այս մարդիկ ոնց չեն հասկանում, ես զարմանում եմ, անընդհատ նույն բանն են փորձում ու չի ստացվում։ Նրանք զիջելով, քանի տարի է զիջում են ամեն ինչ։ Մի 2-3 20 թվականի պատերազմից ինչքան տարի, 5 տարի անցել է։ Ղարաբաղը զիջեցին, այդ բոլոր շրջանները Կելբաջար, Լաչին բան զիջեցին, տվեցին, ճանապարհը Գորիս Խափան տվեցին, Տավուշի գյուղերը վերջերս տվեցին, որ մենք ոտով Դիլիջանից հասնում ենք Երևան, որ դա չլինի։ Էդ էլ զիջեցին, Սոտք, Իշխանասար, էլ ինչեր են զիջել, ինչ-որ բաներ են զիջել։ Ասեն զիջումներով հետ քաշվելով Սևլիճ, այո, հետո ասեցին կռիվ չեն կանելու, սրա համար, նրա համար 200 կիլոմետր, հիմա կարծեմ թե 200 քառակուսի կիլոմետր է, թե 1000 քառակուսի կիլոմետր, բայց նրանք չեն նշում ինչքան օկուպացված կանգնում, նրանք չեն կանգնում, դա շատ պարզ է, իրենց վարկը շատ պարզ է, նրանք տեսնում են, որ ուժային առավելություն ունեն, մերոնք ոչինչ չեն անում, ոչ մի ձևով մենք չենք անդիմանում, նրանք առաջ են գնում, միջազգային հարաբերություններում սա շատ նորմալ բան է։ Իդեպ մեկ հավելում անեմ, վերջերս ԳՇՊՏ, ով հայտնի էր նրանով, որ լրագրողին էր կոչ անում զենք վերցնել, սահման գնալ, լրատվական միջոցների հետ զրույցում խուսափեց նշել, թե քանի զինվոր կա ադրբեջանցի ներկայումս Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքում։ Եվ տեսեք, Ադրբեջանի նախագահի առընթեր հատուկ հանձնարարություններով դեսպան Էլչին Ամիրբեկովը ընդամենը մի քանի օր առաջ հայտարարեց, որ հայկական կողմը պետք է փոխի սահմանադրությունը եւ այն պատուհանը, այսպես ասած, խաղաղության, որը որ բացվել է իբրև թե Հայաստանի համար, դա հավերժ չի լինելու։ Ըստ ձեզ ներկայումս որ ուղղությամբ է Ադրբեջանը շարունակելու այդ ճնշումը, որը որ կա մեր վրա։ Ես Ադրբեջանի քաղաքականությունը հասկանում եմ, դա տրամաբանական, նրանք տրամաբանական են իրենց պահում։ Մենք իրենց թշնամիներն ենք։ Մեր կողքը կա իրենց բարեկամ եղբայրական պետությունը, որ ուզում է իրենց հետ ձուլվել, այլ առնվազն միասին ապրել, չէ՞, ասում են մի ժողովուրդ, երկու պետություն։ Դա պարզ է։ Մենք իրենց խանգարում ենք, դա նորմալ է։ Ես իրենց տեղը լինեի, այսպիսի առավելություն ունենալով, քայլ առ քայլ
Սկզբից կստիպեի, որ մենք փոխենք մեր սահմանադրությունը, հետո կստիպեի, որ ադրբեջանցիները վերադառնան Սյունիք, հետո կստիպեի, որ նրանք ունենան ինչ-որ ինքնավարություն, հետո նրանք կասեն, որ իրենց իրավունքները խախտվում են, ինչ-որ Sudetenland մեր գլխին կբերեն, ինչպես Հիտլերը վերցրեց Sudetenland-ը, այդ նույն ձևով կասեն, գիտեք, դուք չապահովեցիք իրենց անվտանգությունը, Սյունիքը լինելու է մերը, եւ դրանից հետո կամաց-կամաց մենք գնալու ենք դեպի Ալեքսանդրապոլի պայմանագիր։ Նրանք արդեն 2.0, նրանք արդեն ասել են, որ մենք բանակել չպետք է ունենանք կամ սահմանափակ ուժեր։ Մենք ձերմուց 3 տարի առաջ ասել ենք, որ մենք գնում ենք դեպի Ալեքսանդրապոլ։ Դուք եք ասել, ես էլ եի ասել, ես շատ լավ հիշում եմ։ Ինչ որ ասում ենք լինում է, որտեվ սա տրամաբանական է, թե նրանք ինչպես են գործում։ Իդեպ այն մարդիկ, ովքեր ասում են, որ Ղարաբաղը լավ տեղ չէր, մենք չենք ուզում իրանց բանք, որ լավը չէին։ Պրոբլեմը այն է, որ դա ասելուց հետո ձեր թշնամին գալիս է ձեր տուն։ Օրինակ գյումրեցիները պատմություն գիտեն, որ 18 թվին այդ նույն բանը Կարսի մասին էին ասում, որ Ղարսն էլ լավ տեղ չի, Ղարսն էլ պետք է զիջել։ Զիջեցին, հետո այդ նույն զենքը, որը նրանք Ղարսի ամրոցից վերցրեցին, օգտագործեցին գյումրեցիների դեմ, եւ հետո որ մտան Գյումրի, այն ժամանակ Ալեքսանդրապոլ էր, իրանց տարան ձորում մորթելու, այսինքն նրանք չեն փոխում իրենց ոճը։ Ինչու՞ է ժողովուրդը դա չի հասկանում։ Այո, բայց ինչու մենք դա չենք հասկանում, ես չգիտեմ, գիտեք։ Եվ ես համոզված եմ, ես ներվ չունեմ իրանց լսելու, բայց այդ Եվրոբեսեդկայի փորձագետները, այսպես ասած, որոնք որևէ կրթություն չունեն այս բնակարանում, երևի շարունակում են ասել, որ մեզ Եվրոպան կօգնի, մեզ Եվրոպան կփրկի, մենք ՆԱՏՕ-ի անդամ կլինենք, այդ բոլորը դուրս եկավ սուտ։ Ուկրաինային նայեք, Զելենսկու աչքերը հիշեք, երբ որ երկու կողմից գոռում են այդ մարդու վրա, որը շատ ստորություն էր։ Այս մարդը ասենք մենք իրան չենք համակրում, բայց այնուամենայնիվ նա ներկայացնում է մի ժողովուրդ, ում դուք խոսք եք տվել ՆԱՏՕ եւ Եվրոպա, որը մի 1 միլիոն մարդ զոհ տվեց դրա համար։ Ու դուք իր վրա գոռում եք, ասում եք ոչ մի բան մենք ձեզ չենք տա։ Դա ստորություն էր։ Սա Մյունխենի պես 38 թվի ստորություն էր եւ դավաճանություն Ուկրաինայի համար։ Եթե իրենց կողմից նայենք, եթե ընդհանրապես նայենք, սա դավաճանություն է։ Նույն բանը եղավ մեզ հետ։ Ինչու՞, որովհետեւ մենք ունենք այս քարոզիչների խումբը, որը անընդհատ սուտ ասում առավոտվանից իրիկուն մեր ժողովրդին բաներ են, հեքիաթներ են պատմում։ Տեսակետ կա, որ Ադրբեջանը սկսեց շփման գծում ակտիվանալ, երբ որ հասկացավ, որ Փաշինյանի վարկանիշը անկում է ապրել, Փաշինյանի այդ քարոզչական հնարքները, այսպես ասած, խաղաղության դարաշրջանի, խաղաղության խաչմերուկի եւ այլնի վերաբերյալ այլևս չեն օգնում եւ տեսավ նաեւ իր վիճակը Փարաքարում, նաեւ Գյումրի ընտրությունների արդյունքներով եւ շատերը նշում են, որ այս կրակոցներով Ալիևը օգնում է Ադրբեջանին, ներողություն Հայաստանին։ Այս ռեժիմին, այո։ Դե ասեցի, այո, հնարավոր է, որ նրանք ուզում են մեզ վախեցնեն, որ մենք ընդունենք այս հերթական կապիտուլյացիան, որից հետո շարունակվելու է կապիտուլյացիան, այսինքն կամ մենք դանդաղ ենք ոչնչանալու, կամ արագ։ Տենց է ստացվում։ Եթե նրանք տեսնեն, որ այս ռեժիմը կորցնում է իշխանությունը, հնարավոր է անեն նույն բանը, ինչ մի քանի տարի առաջ արել են, երբ որ ասեցին, ինչ մենք որ կոչեր էին արվում, որ այս խումբը հրաժարական տա, եւ մի քանի տեղից։ Բոլորս գիտենք ով։ Դրանից հետո Թուրքիան ասեց, որ թույլ չի տա ռազմական հեղաշրջում Հայաստանում։ 21 թվականի փետրվար ամսին։ Դուք շատ լավ հիշողություն ունեք, ապրեք։ Այո, հնարավոր է, բայց մեր ընտրությունը ո՞րն է, կամ դանդաղ ենք ոչնչանալու, կամ այս ռիսկին պետք է գնալ։ Այս կառավարությունը մեզ տանում է միայն դեպի Հայաստանի կործանում։ Հայաստան չի լինելու։ Անդրադառնանք ներքաղաքական իրադարձություններին։ Փարաքար համայնքում քաղաքացիական պայմանագիրը ջախջախի շպարտություն կրեց ի պատիվ փարաքարցիների, Գյումրիում հավաքական ընդդիմությունը նույնպես հաղթեց, առանձին սեգմենտներ էին, այո, բայց հանրագումարով կպական տեխնացուից, որը որ ասում էր Ղարաբաղը վատ գյումրեցիք փող էին տալիս, որ այդտեղ չհայտնվեին, վիրավորելով նույն գյումրեցիներին, ստեյցիան պարտվեց։ Ըստ ձեզ ինչպիսի որակի ընտրություններ էին Գյումրիում, եթե հաշվի առնենք այն հազանգերը, որ ողջ օրվա ընթացքում քվեարկության օրը ստացվում էր։ Նախ իմ հարգանքներս մեր փարաքարի հայրենակիցներին, նրանք ցույց տվեցին, որ նրանք այսպես ասած թասիբ ունեն, ժողովրդական բառ ասելով, հա, եւ գյումրեցիներին այդ բոլոր խախտումների ճնշումներից հետո
տեսակ, որ նրանք 50%-ից շատ չկարողացան լինել, 36 էր կարծեմ։ Եվ տեսեք ինչ ձևով, ամբողջ իրենց զորքը այնտեղ էր, գնացել են այնտեղ մարդկանց ճնշում են, ինչքանով ես տեսել եմ, հա, մեդիայով էր նայում, տեսա այդ ներկա բացակա անելը, մարդկանց ցուցակներով պատտվելը, մարդկանց բերելը, որպեսզի նրանք քննարկեն մեքենաներով, այդպես բան տեսել եմ մեդիայով։ Այնտեղ երևի վկաներ կան, ավելի լավ ձեզ կպատմեն։ Իդեպ իմ աջակցությունը եւ հարգանքներս մեր ժուրնալիստներին, որոնք այնտեղ են, այդ ամեն ինչը տեսան։ Որոշ խցիկները առանց խցիկների մեջ մարդեր մտնում, խցիկ մտելուց առաջ ցույց էին տալիս, թե ինչպես են քվեարկել, դա խախտում էր։ Եվ հետո մի շատ զարմանալի բան եղավ, էլի լույսը անջատեցին։ Շատ հետաքրքիր է մեր մոտ, գիտեք, հենց որ պետք է լինում, քվեարկության ժամանակ լույսը անջատում են։ Մարդիկ մթության մեջ ոնց են քվեարկել, ես չգիտեմ, այնտեղ դա արդեն հաշվարկի ժամանակ էր, ողջ Գյումրին հոսանքը զրկվեց։ Ինչ հետաքրքիր է, չէ՞։ Վիճակագրական ձևով ես կարող եմ հաշվարկել, հավանականությունը ինչ է, որ սա պատահական էր եղել։ Ես հավաստիացնում եմ, որ 0-ից ցածր է, որ սա պատահական է եղել։ Այդ նույն օրը։ Այսինքն այնտեղ ինչ են արել, ինչ են գցել այդ բաների մեջ, ballot box-երի մեջ, այդ արդեն կարող ենք պատկերացնել։ Բայց այդ ամեն ինչից հետո էլի նրանք 30-36% հավաքեցին։ Հիմա շատերի գնահատմամբ սա կեղծված ընտրություններ էին եւ այդ 36%-ը չակերտավոր ուղղակի վարչական ռեսուրսի տոտալ կիրառման ու կեղծիքների արդյունք էր։ Դե այդպեսի որտեղ տեղեկություններ էին տարածվում, որ այլ շրջաններից են մարդկանց բերել քվեարկել տալու, նաև տեղեկություններ էին տարածվում, որ Վրաստանի աղրկյալակի շրջանից են ավտոբուսներով բերել։ Հա, ես այդ մակրո ընտրություն չէր։ Դա այսպեսի, շատ այսպեսի տեղեկություններ կան, պետք է ստուգվեն, որքանով ես գիտեմ դա ստուգվում է հիմա, եւ այդպես էլ պետք է արվի։ Ճնշումը իհարկե բացառիկ էր, այդ լույս անջատելը ընդհանրապես ես չեմ հասկանում քանի անգամ կարելի է նույն տրյուկը անել, բայց էլի նրանք չկարողացան հաղթել։ Հիմա հարցը ուղղված է ընդդիմությանը։ Մենք երկրորդ օրը սպասում ենք, թե ընդդիմությունը միավորվելու է թե չէ, որովհետև սրանից հետո էլ ոչ ոք ժողովրդին թող չմեղադրի։ Ժողովուրդը ամեն անգամ ասում է նույն բանը, անում է նույն բանը, դուրս է գալի բողոքում է, քվեարկում է։ Եթե ընդդիմությունը չի կարողանում կառավարել այս process-ը, գործընթացը, չի կարողանում համախմբվել, ուրեմն սա ընդդիմության մեղքն է, ոչ թե ժողովրդի։ Նրանք հիմա հնարավորություն են համախմբվել եւ ցույց տալ, որ Լենինականում Հայաստանի երկրորդ Գյումրիում, Հայաստանի երկրորդ քաղաքում մենք կարող ենք ազատվել այս չարիքից։ Շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար։ Իմ հյուրն էր քաղաքագետ Ստենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանը, ձեզ հետ էր Դավիթ Ֆիդանյանը։ Բաժանորդագրվեք Antifake YouTube-յան ալիքին, կհանդիպենք։